Դե տեսեք դուք նոր քիչ առաջ շատ մասնագիտական որքանով եք հաշվի առել այն հարցը եք տալի, հիմա էլ ասում եք ճապոնական ծառը որքան Սաֆորա ճապոնականը դա իր անվանատեսակն է, ծառը ճապոնական չէ, Երևան քաղաքում Սաֆորաներն աճում են արդեն 50 տարուց ավել եւ իրենց դրսեւորել են, քաղաքում շատ կան Սաֆորան, եւ իրենց դրսեւորել են շատ լավ, կայուն են հիվանդությունների դիմաց, որը տեսեք, ես եթե ասում եմ կայուն են հիվանդությունների դիմաց, ավելի երկար կյանք ունեն, քան այս թեղիները, որոնք իրանից շատ էժանագին ծառ են ներկայացնում, հետևաբար չեն հատվելու, հետևաբար Սաֆորաները, որոնք կան Երևանում, Գաղնիները, որոնք կան Երևանում, Սոսիները, ակացիաները, կներեք ակացիաներն էլ որոշակի խնդիր, բոլոր այդ տեսակի ծառերը, որոնք Երևանում արդեն ապացուցված է, որ երկար տարիներ ապրում են եւ իրենց լավ են զգում, տեղադրվելու են բացառապես այդպիսի ծառատեսակներ։ Հոդայա ծառերի վիճակը ո՞նց է ուտնկվելու է։ Հոդայա ծառերի վիճակը ընտիր է։ Հոդայա ծառերը երևի աշխարհի ամենաչորադիմացկուն ծառերից մեկն են։ Այն պրոֆեսորները պետք է իմանան, որ մենք տարեցտարի ունենալու ենք ջրի խնդիր, ինչպես ամբողջ երկրում, ինչպես ամբողջ մոլորակում, այնպես էլ Երևանը կարծում ենք ցավոք սրտի հետ չի ընկնի դրանից։ Դրա համար այն վայրերում, որտեղ մեր ջրամատակարարումը խնդիրներ է առաջացնում, մենք նաև նախընտրում ենք տնկել շատ չորադիմացկուն ծառեր։ Ես Ամիրյանում հատվել են այլան, լավ է ինվաժ։ Գնդաձև այդ մայթը, որտեղ այդ կեղծարար տիկինը ներկայացնում էր, որ ամբողջ Ամիրյանը հայտնվել է, ես կեղծարար բառի ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա եւ դրա բացատրությունը ունեմ եւ կտամ։ Մի մարդ, ով ամբողջ օրը կեղծիքներ է հրապարակում, ես բացարձակապես ինձ իրավունք եմ վերապահում այդ մարդուն մեղադրելու կեղծարարության մեջ։ Դուք կեղծարարությամբ չեք զբաղվում, պարոն Բեգոյան։ Ասում եք քաղաքը կանաչապատում, բայց երևանցիները դժգոհ են։ Երևանցիների անունից մի խոսեք, դուք ճիշտ չեք ասում, երևանցիները, Ամիրյան փողոցի բնակիչները, օրինակ, մի քանի օր առաջ բոլորը շատ գոհ էին, ավելին այն ծառերը, որոնք մենք համարում էինք, որ հիվանդ էին, բայց քանի որ չունեին տապալման վտանգ եւ կարող են դեռևս մի 5 տարի մնալ այդտեղ, այդ ծառերը, որոնք որ փորձում էին պահել, Ամիրյան փողոցի բնակիչները խնդրում էին նաեւ դրանք էլ փոխարինել։ Այնպես որ Երևանցին այսպես է ասում, այնպես է ասում, Երևանցին ես քայլում եմ փողոցներում, Երևանցին շատ գոհ է, Երևանցին որտեղից եք ստանում բողոքներ։ Մենք էլ ենք քայլում, մենք Երևանում ենք քայլում ենք, պարոն Բեգոյան։ Լավ, այս ծառերը չեք։ Մի րոպե, այստեղով քայլում էիք, ստվերով էիք քայլում, հարց եմ տալի։ Այստեղով որ քայլում էիք, ստվերով եք քայլում, չէ։ Պարոն Բեգոյան, կրկնում եմ, որ դուք ասուլիսը բերել եք մի տեղում եք անում, որտեղ այո, կնայեք հիվանդ ասուլիսը ծառեր կային, որ հատվեցին։ Թումանյանում ամբողջը հիվանդ ծառեր էին, ամբողջը, այո, ամբողջը, եւ առանց բացառության։ Հալաբյանում էլ գնացեք նկարեք, դեռևս կներեք օրեր առաջ ես ամիսներ առաջ ձեզ ասում էի, ում որ լրատվամիջոցի հետ խոսել եմ, այդ թվում կարծեմ ֆակտորի հետ, ասեմ սիրելիներս, հետո չասեք այնպես չի, Պրոշյան փողոցում իրականացնելու ենք փոխարինում, մի ալարեք, գնացեք, նկարեք։ Հիմա նկարեցիք, տեսակ, որ այստեղ սաղար չկա, եթե այստեղ ստվեր չկա, այդ ինչ ստվերից եք դուք զրկվելու։ Ավելին, տնկելու ենք հիմա այնպիսի ծառեր, որ ձեր այս չեղած ստվերը սրանից ավելի ստվեր ենք ունենալու, հենց նույն տարում, հենց այս տարում։ Կան ձեր քննադատներն ասում են, որ քաղաքապետի որոշումը կա, ըստ որի հատվող կամ փոխարինող ծառերի վրա պետք է փակցված լինեն գրություններ, որտեղ ծառերի մասին ամբողջ ինֆորմացիան կա, եւ ասում են այս ծառերից որևէ մեկի վաղուց փակցված են եղել, վաղուց կան խմբեր, բազմիցս փորձել ենք, փակցրել ենք, կան այսպես կոչված որոշակի ակտիվիստ խմբեր, որոնք այդ կպցրած թղթերը պոկում են, իրենց երևի թվում է, որ այդ թղթերը պոկեցին, մենք տեղը կմոռանանք,
Նույնն էլ այս ծառերի վրա ձմռան ժամանակահատվածում եղել են փակցված եւ բացի դրանից դա կրում է տեղեկատվական բնույթ կամ այնտեղ ասվում է լրատվամիջոցներով Facebook-յան հասանելի էջերով տեղեկացվում է հանրությանը կամ փակցվում է դրանք։ Չնայած մենք երկուսն էլ անում ենք հիմնականում, բայց կարծում եմ, որ գաղտնիք չի, այս 1.5-2 ամիսա ես բղավում եմ, որ այս փողոցում իրականացվելու է ծառերի փոխարինման աշխատանքը։ Եվ նորից եմ խնդրում, մեկ էլ իմ մոտ չասեք ծառերի հատումներ։ Քանի ծառ է մնացել, որ պիտի փոխարինվի։ 51-ը, եթե չեմ սխալվում, այս հատվածում է, եւ ներքևի հատվածում ունենք մի քանի հատ, իսկ դրանից ավելի ներքև դեռևս գտնվում են ուսումնասիրության փուլում։ Վարչական շրջաններում Երևանի նախատեսումը։ Գիտեք, շատ բան ենք նախատեսում ենք նաև Հալաբյան փողոցում, օրինակ, մի մասը, բայց ունենք տնկանյութի այս պահին, ունենք տնկանյութի մատակարարման խնդիր, կոնկրետ Հալաբյան փողոցի համար, որովհետև այնտեղ սոսիներ են եւ հուդայածառեր են տնկվելու, քանի որ Պարսկաստանով է գալիս, մենք ստացել ենք արդեն գրություն, որ ուշանալու է տնկանյութը, հետևաբար Հալաբյանի մասով չեմ կարող ասել, եթե տնկանյութը շատ ուշացավ, ծրագիրը կմնա աշնանը կամ միգուցե կփոխարինվի հաջորդ տարի, բայց ծառերի փոխարինման մասով ունենք այս փողոցը եւ մտածում ենք Միասնիկյան պողոտայի մասին, այնտեղ էլ գնացեք, նկարեք, թե ինչ խայտարակություն է Միասնիկյան պողոտան, բացառությամբ մի քանի կաղնիների, այնտեղ այդ բարդիները, տեսած կլնեք, էլի իջնում դա։ Մենք նախատեսում էինք մինչև կենցանաբանական այգի կենտրոնից տեղադրել, բայց այստեղ էլ տնկանյութի խնդիր կա։ Առայժմս հստակ դա կատարվելու է Ամիրյան եւ Պրոշյան եւ Բարոնյան փողոցներ։ Փողոցներում ինչքան գումարի ծախսվել այդ ծառերը դեպքերում։ Գիտեք, ծառերը տարբեր արժեքների են, ես հիմա չեմ տիրա։ Ամենաթանկերը մոտ հասնում են մի 110,000-ի, ամենաէժանները չեմ կարող ասել, կարող եմ Սաֆորաները, ես խնդրեմ, պարոն Գրիգորյան, խնդրեմ մի հատ կապնվեք Սաֆորայի գնման գինը ճշտեք, էլի։ Սարգսյանի հետ։ Իրանք տատանվում են 60-ից մինչև 100-110,000 դրամի սահմանում։ Խոշոր հաշվով երբ է ավարտվելու Երևանի ծառերի փոխարինման գործընթացը, մինչ այս քանիսն է փոխարինվել եւ դեռ քանիսն են արդյոք։ Տեսեք, հիմա մենք տեղադրեցինք Սաֆորաներ, ի տարբերություն թեղիների, որոնք ապրել են 40-50 տարին, այնց հետո շատ էլ այս 20 տարին մնացել են, իրանք ոչինչ չեն անում։ Սաֆորաներն էլ մի 100 տարի կմնան, հետո մեր սերունդները Երևանի պայմաններում 100 տարի, հետո մեր սերունդները կփոխարինեն։ Բնությունը այնպիսի բան է, որ երբեք չի դադարում փոխարինումը։ Ինչպես մարդն է նորը ծնվում, մեծահասակը մահանում, կենդանին, բույսը, ինքը անվերջանալի պրոցես է։ Ուղղակի մենք կգանք կհասնենք մի կետի, որովհետև 20-30 տարի ոչինչ չանելու հետևանքներն ենք հիմա վերացնում, դրա համար է այդպես մասսայական։ Կգանք կհասնենք մի կետի, որ մի օր էլ, օրինակ ասենք թե ակացիաները կամ, չգիտեմ, ալբիցիաները հին տնկված կամ բարդիները, որևիցե ծառեր կհասնեն իրենց կենսունակության ավարտին, հետևաբար սա անվերջանալի պրոցես է։ Տեսեք, ամեն տարի մենք չոր հատում ենք 1500 ծառից ավել, այս վեգետացիան սկսվեց, ծառեր կան, որոնք չեն արթնանալու, հասկանում եք, այդ եղած մի քանի 100,000 ծառի մեջ կարող է մի 300-ը այս սեզոնին, որ անցած սեզոնին կանաչ են եղել, արդեն չորանան, որովհետև շատ են տնկված, 91,500 դրամ Սաֆորաների արժեք։ Կներեք, էլի ավարտեք, քանի ծառատեսակ է փոխվել մինչ էս, երբ եք սկսել ու ինչքան եք փոխել, և այս պահի դրությամբ առաջնային պլանում քանիս պիտի փոխվի։ Փոխարինման աշխատանքներ կատարել ենք, եթե չեմ սխալվում, 11 փողոցներում, սա երևի կլինի 12-րդ փողոցը, փոխարինվել են այս պահին 2000-ից ավել են, չեմ կարող ասել, չեմ ճշտել այդ թիվը,
այս փողոցային տնկարկներին։ Իսկ ընդհանուր առմամբ Երևան քաղաքում տնկվել են 25000-ից ավել ծառեր, որոնք շատ կարևոր է, որոնք կպած են, որոնք գոյություն ունեն։ Երևան քաղաքում ստեղծվել է 7 ուրբան անտառ, որը այլևս իրականություն է։ Ոչ թե տնկել են, գնացել են, իրանք չորացել են։ Այս տարի էլ մենք մայիս դրանք բոլորը իրար հետ Երևան քաղաքը իր կանաչ տնկարկները ընդլայնել է։ Տեսեք, սա չի մտնում մեջը 60 հեկտարով եւ հասել է սովետական միության լավագույն տարիների մակարդակին, որը գրանցվել է 80-ական թվականների վերջին։ 80-ական թվականների վերջին ճշտված տվյալով Երևանի կանաչ տնկարկների չափը կազմել է 908 հեկտար։ Այժմ մենք ավելացնելով այս 60 հեկտարը Երևան քաղաքում կանաչ տնկարկները հայտարարում ենք, որ հասել է 910 հեկտարի։ Ունենալով այն թիվը, որը հրապարակվել է ուսումնասիրության արդյունքում 2021 թվականներին, ըստ հրապարակված թվի Երևանում կանաչ տարածքները կազմում են 850 հեկտար եւ բնականաբար գումարելով այս 60 հեկտարը ստանում ենք 910 հեկտար եւ վստահաբար ասում ենք, որ սիրելի երևանցիներ, ամբողջապես վերականգնված է սովետական միության ժամանակ եղած կանաչ ֆոնդը Երևանում։ Այստեղ կներեք մի մանիպուլյացիայից խուսափելու համար երևանցիները կարող են ասել, վայ մեր տան մոտի այգին օրինակ չի վերականգնել, օրինակ Նորք Մարաշի այգիները կեսն է վերականգնել։ Հարգելի երևանցիներ, եթե ասում ենք վերականգնվել է ամբողջությամբ, այո, դեպքեր են եղել, որտեղ արդեն այդ հողատարածքները, այդ այգիները վաճառված են եղել։ Արդեն այդ այգիներում շինարարություն է իրականացվել։ Հետևաբար այդտեղ հնարավոր չի եղել իրականացնել, բայց փոխարենը մենք իրականացրել ենք այնպիսի վայրերում, այս 60 հեկտարը դրան է, որտեղ երբեք մոտակա տասնամյակներում կանաչ չի եղել եւ փոխարինել ենք, օրինակ Եռաբլուրի 15 հեկտարը օրինակ փոխարինում է, ասենք թե այս վայրում եղած այգուն, որը այս վայրում եղած այգուն եւ մի շարք այգիների, որոնք հնարավոր չի եղել վերականգնել, իսկ որը հնարավոր է եղել վերականգնել, դուք կարծեմ տեսել եք ինչպիսի բարդագույն պայմաններում Նորք Մարաշի լանջերին մենք վերականգնեցինք եղած Նորքի այգիների 7 հեկտարը։ Ուրբան անտառները վիզուալ նախորդ տարի մենք հրավիրեցինք լրատվականներին, հրավիրեցինք ուրեմն ավտոբուսներ, տրամադրեցինք ավտոբուսներ եւ Երևանի քաղաքապետարանի դիմացից եւ ակտիվիստների շարժվեցինք նայելու այդ ուրբան անտառները, գնացինք, նայեցինք, հրապարակեցինք, այս տարի ենք նույնն անելու, մայիս ամսի վերջերին, մայիս ամսի կեսերին, հունիսի սկզբերին, որևիցե հարմար պահի, մենք խնդրենք մեր ուրեմն լրատվական վարչությանը ձեզ կտեղեկացնի, կտրամադրենք ավտոբուսներ, ինչքան որ անհրաժեշտ է եւ կիրականացնենք այս տարի, ինչպես նախորդ տարի էր երևում, այնպես էլ այս տարի, ուրեմն նախորդ տարի երևում էր Եռաբլուրը, երևում էր մարզամերգային համալիրի մոտինը, երևում էր գյուղակադեմիայի դիմացի լանջը, հաղթանակ զբոսայգու տակը, այս տարի դրանց կավելանան Նորքում հիմնված այգին, մանումենտի տակի լանջերը եւ այսպես շարունակ։ Հրապարակի հարակից տարածքում, կառավարության հարակից տարածքում ես հիշեցի, որ նախորդ տարի հաստավուն ծառեր էին հատվել ու դրանք բավականին առողջ ծառեր են։ Ինչու են հատվել առողջ ծառերը։ Հատվել են ուղիղ այս ծառերից, այս ծառերից եւ փոխարինվել են կատալպա գնդաձև տեսակի ծառատեսակներով։ Երևանի ոռոգման ցանցը գտնվում է կատաստրոֆիկ վիճակում, այն հազարավոր կիլոմետրեր է եւ նույնիսկ այնպես են վարվել, տնտեսությունը նախկինում Երևան քաղաքում, որ մենք այդ գծագրերն էլ չունենք։ Այս պահին մենք տարբեր վթարներ վերականգնելուց միայն փորելով, տեսնելով խողովակի ուղղությունը կարողանում ենք գծել եւ վերականգնել այն ցանցը, որը եղել է։ Բայց պետք է հասկանանք, որ 30-40 տարի ցանցի փոխարինում չի եղել եւ դեռ երկար տարիներ կպահանջի այն փոխարինելու համար։ Մի ուրախալի լուր եւս 120 կիլոմետր
ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, Երևան քաղաքում ոռոգման համակարգ է անցկացվել։ Դուք պատկերացնում եք, դա ինչ ծավալ է։ Դուք պատկերացնում եք 120 կիլոմետր միայն խրամուղին։ Այն որ ոչ մի բան չանես, որ մեր բանվորները փորել են։ Դա երբ վերջին 3.5 տարում։ Ուրեմն վերջին 3.5 այս տարի Երևանի քաղաքապետարանը անցկացնում է 6 մայր ջրագծերի սնուցման աշխատանքներ, որոնք մենք չենք կարող անել կանաչապատումը, որովհետև այդ մեծ խողովակաշարերին անհրաժեշտ է, որպեսզի լիցենզավորված շինարարական կազմակերպություն անի։ Ուրեմն Ազատության փողոցա, Գյուլբեկյան փողոց, Կևյան փողոցում ամենայն հավանականությամբ, Չարենց եւ Դավիթաշենի այս նոր փողոցը, որ բարձրանում է դեպի Զովնի, այդ փողոցներում իրագործվելու է քաղաքապետարանի կողմից մայր արդեն 2 տեղերում սկսվել են եւ այս փողոցում մայր սնուցող խողովակի անցկացում։ Այս խողովակը, որ անցավ գնաց, մենք պրոսպեկտի այս հատվածում եւ քաղաքապետարանի դիմացի որ փողոցն է կներեք, ես անցած մոռանում եմ։ Չէ, այս փողոցը, որ ուղիղ իջնում է։ Լուսավորիչ։ Գրիգոր Լուսավորիչ փողոցում մենք ջուր չունենք։ Այդպես տարածելու ենք այդ ջուրը, մտցնելու ենք նաեւ ուրեմն Սարյան փողոց, այդ մայր խողովակինը։ Ջուրը տարածելու ենք նաև արդեն ցանցը ստեղծելու ենք նաև այս փողոցներում եւ այս փողոցներում իրականացվելու են հողային զանգվածներում ոչ միայն նոր ծառերի տունք, այլև շատ թանկարժեք եւ մշտադալար տեսակներով հիմնականում կանաչ տարածքների ձևավորման աշխատանքներ։ Եվ մի բան էլ ես թույլ տվեք ավարտեմ։ Ուրեմն կազմակերպություն, Երևանի քաղաքապետարան, ով հարյուրավոր կիլոմետրով այդ տանջանքով ոռոգման համակարգեր է անցկացնում, ով չի խնայում ոչինչ արժեքավոր ծառեր գնելու համար Երևանի, ով պահում եւ խնանում է 910 հեկտար կանաչ տարածքները, այդ կազմակերպությանը կամ Երևանի քաղաքապետարանին ծառասպան, չգիտեմ, սահմռկեցուցիչ բառեր օգտագործելը մի բանի մասին է խոսում, որ գործ ունենք քաղաքականապես ուղղորդված, իսկ այդ կինը ուղղորդված է, այո, նա հանդիսանում է ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ եւ ամեն ընտրություններին բա պիտի ասեմ բրավո, երբ որ դուք վերջի 30 տարում այնքան աշխատանք չի կատարվել մեր երկրում, ինչքան կատարվել է վերջի 3 տարում, բա պիտի ասեք բրավո, բա ինչ պիտի ասեք։ Տեսնեք մեկ ակնհայտ, որ փողոցներում ծառերը հատվում են։ Չեն հատվում, դրանք փոխարինվում։ Ծառեր են, պարոն Բեգոյան։ Հենց այստեղից ձեր, այո, իսկ ձեզ ով ասե, որ ինչ չպիտի վստահեք։ Ինչու պետք է վստահենք։ Ինչ չեք վստահում, վստահեք 100 հատ մասնագետի։ Ձեր ովքեր գործում են քաղաքային Չէ, դուք լրագրող եք, չեմ պատասխանի։